Բարձր սերելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր մայիսի 22-ն է։ Իրադարձությունները Հայաստանում շատ բուռ են զարգացում ունեն, ինչպես մենք տեսնում ենք, եւ նախընտրական պայքարը տեղի ունենում Կրեմլից շատ լուրջ հարձակումների ֆոնին, եւ դրա համար Հայաստանում շատ բան սկսել է փոխվել։ Այն ինչի մենք նախկինում ականատես չէինք լինում, արդեն ականատես ենք դառնում։ Ես քանի օր է խոսում եմ այն մասին, որ մենք ականատես չէինք Ռուսաստանից այդպիսի հայտարարությունների ամենաբարձր մակարդակով, իսկ հիմա մենք տեսնում ենք Հայաստանում փոփոխություն եւ Հայաստանում արդեն սկսում են հետապնդել լրտեսների ռուսական գործակալական ցանցին ծախված հայերի։ Ու հետաքրքրականը այն է, որ այնպիսի հայերի ենք մենք հիմա ականատես լինում, որոնց նկատմամբ որ քրեական գործ է հարուցում, որոնք որ տարիներով զբաղվում էին քաղաքականությամբ եւ փորձում էին հայ ժողովրդին համոզել, որ իրենք հայրենասեր են, իրենք ազգասեր են, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունը դավաճան է։ Շատ հետաքրքիր հաղորդում ունենք, դրա համար կոչ եմ անում բոլորին լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին, իսկ մենք սկսում ենք։ Եվ սկսենք երևի Փաշինյանի այսօրվա մամլոասուլիսից, քանի որ այդտեղից հետաքրքիր բաներ ենք մենք կրկին հասկանում, ավելի ճիշտ ավելի ու ավելի լավ ենք սկսում հասկանալ, թե ինչ է կատարվում մեր շուրջ։ Նախ ԵԱՏՄ-ի մասով Ռուսաստանը երբ որ ստիպում է Հայաստանին ընտրություն կատարել եւ որոշում կայացնել, ԵԱՏՄ-ից դուրս է գալիս թե չէ Հայաստանը, իմիջիայլոց ռուսները ասում են, որ մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա, այլ ուզում ենք, որ ուղղակի հրաժարվեն Եվրոպային անդամակցելուց, Եվրամիության անդամակցելուց, Փաշինյանը շատ կարևոր պարզաբանում է անում եւ ասում է, որ ըստ ԵԱՏՄ-ի կանոնադրության որևիցե երկիր չի կարող զրկել Հայաստանին անդամ լինելու հնարավորությունից։ Հայաստանը ինքնուրույն պետք է նման որոշում կայացնի։ Բայց ռուսները մեզ փորձում են ստիպել եւ այս պարզաբանումը չափազանց կարևոր է հայ ժողովրդի համար, որ մեզ չեն կարող ստիպել, մեր փոխարեն նման որոշումներ չեն կարող կայացնել եւ մենք ենք, որ նման որոշում կկայացնենք կամ չենք կայացնի։ Բայց այս ֆոնին մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը արդեն սկսել է խախտել ԵԱՏՄ-ի իր պարտավորությունները, արգելում են ծաղիկներ արտահանել դեպի Ռուսաստան եւ ոչ միայն ծաղիկներ, այլ փաստացի հիմա մերքերի խնդիրը նույնպես ակտուալ է դառնում, հիմա երբ որ ծիրանի սեզոնն է սկսվելու, ամենայն հավանականությամբ Ռուսաստանը փորձելու է արգելել նաեւ ծիրանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Այսօր կրկին հայտարարությամբ է հանդես եկել Վյաչեսլավ Վոլոդինը, Ռուսաստանի Գոսդումայի նախագահը, եւ նա Փաշինյանի նկատմամբ շատ կոշտ եւ վիրավորական հայտարարություններով է հանդես եկել, անվանելով Փաշինյանին ցինիկ, երևի իր հորը նկատի ուներ եւ ոչ թե Փաշինյանին, բայց Փաշինյանին ցինիկ է անվանել, ասելով, որ իբր Փաշինյանը ոչ բարեկամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ եւ որ Փաշինյանը օգտվում է այն հնարավորություններից, որոնք որ ընձեռնել է Ռուսաստանը, այսինքն անշնորհակալ ցինիկ է անվանել Փաշինյանին։ Եվ սա արդեն շատ կոշտ, կոպիտ, տգեղ հայտարարություններ են Ռուսաստանի Դաշնության Գոսդումայի նախագահի կողմից։ Բայց իրականում մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում։ Ռուսաստանից հնչող այդ մեղադրանքների, այդ կոշտ հայտարարությունների ֆոնին եւ նաեւ գործողությունների ֆոնին, որոնցով որ Հայաստանը ոչ միայն սպառնում են, այլ նաեւ անցնում են արդեն ռուսները կոնկրետ գործերի, տարբեր ապրանքներ արգելելով արտահանել դեպի Ռուսաստան, Հայաստանի իշխանությունները անցան կոնկրետ գործի, Հայաստանի հատուկ ծառայությունների մեջ շնորհակալություն այն ամենի համար, որ կարողանում են շատ ակտիվ կերպով բացահայտել բոլոր կոռուպցիոներներին, բոլոր նրանց, ովքեր որ կաշառք են բաժանում, հիմա արդեն ստացվում են տեղեկություններ, փաստացի ձայնագրությունները շատ ու շատ են, բազմաթիվ ձայնագրություններ կան, ստացվում են տեղեկություններ, որ հանել են 70,000 դրամից 200,000 դրամ կաշառքները եւ կաշառքներով փորձում են կեղծել Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները։ Եվ ահա այս ֆոնին
Մեզ բոլորիս համար պարզ է դառնում, որ նախկին падգամավոր Անդրանիկ Թևանյանը, ով որ շատ ակտիվ էր վերջերս դարձել քաղաքականության մեջ, փորձում էր հայ ժողովրդին ապացուցել, թե ինչպիսի ինքը հայրենասեր է, ինչպիսի քաղաքական հայացքներ պետք է հայերը ունենան եւ այդպես շարունակ, նախկին падգամավոր, նախկին ԲՀԿ-ի անդամ հաստատի ինքը $622,000 դիմաց հավաքագրել է շատ կարևոր ինֆորմացիա ապօրինաբար, հավանաբար ազգային ժողովի անդամներին հասու ինֆորմացիա падգամավորներին, բայց ապօրինաբար, քանի որ արդեն 23 թվականից ինքը չէր падգամավոր, 24 թվականին չէր, բայց 24 թվականին է այդ ամենը իրականացրել եւ Ռուսաստանին է փորձել փոխանցել շատ գաղտնի տեղեկություններ, կրկնեմ $622,000 դիմաց։ Այսօր առավոտվանից խուզարկություններ են, երևի տեղյակ եք այդ մասին, եւ հիմա նաեւ արդեն դատախազության միջոցով դիմում է ներկայացվել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի նրան զրկեն անձեռնմխելիությունից, քանի որ падգամավորի տեխնացու է, դրա համար անձեռնմխելիություն ունի Հայաստանի օրենքներով, հիմա աշխատում են նրա վրա, որպեսզի զրկեն նրան անձեռնմխելիությունից եւ արդեն կոնկրետ մեղադրանքներ առաջադրեն։ Փաշինյանն էլ է անդրադարձել այդ հարցին, շատ լավ, հստակ բարձաբանել է, որ բազմաթիվ մարդկանց նկատմամբ կան այդպիսի տեղեկություններ, բայց այն պահին այդ մարդիկ ձերբակալվեն, երբ որ ճիշտ համարեն, երբ որ այդ ինֆորմացիաները ավելի ամբողջական դառնան եւ նրանց շրջապատը նույնպես բացահայտվի, այսինքն երբ որ դեռ բացահայտման փուլում են գործերը եւ կարող է գործերի արդյունքով շատ ավելի մարդկանց մեծ շրջանակ բարձրավի եւ գործողությունների մեծ շրջանակ, դրա համար Հայաստանի իրավապահ մարմինները բոլորի նկատմամբ չէ որ շատ արագ եւ օպերատիվ հայտարարություն են տարածում, բայց նրա խոսքերով շատ մարդկանց մասին տեղեկություն կա եւ սա շատ լավ է, գիտեք ինչ առումով, որ ահա այս դեպքով հստակ մենք հասկանում ենք, որ գործընթացը մեկնարկեց Կրեմլից հնչող սպառնալիքների ֆոնին, Կրեմլից կիրառվող անօրինական պատժամիջոցների ֆոնին Հայաստանի իշխանությունները սկսեցին գործել։ Բայց չափազանց կարևոր է, որպեսզի այդ լրատվամիջոցները նույնպես կասեցվեն։ Մենք այնտեղ ռուսական, կովկասյան ինչ-որ կազմակերպություն տեսանք, չէ, որ շրջանառվում էր, այսինքն տարբեր կազմակերպությունների միջոցով եւ տարբեր լրատվամիջոցների միջոցով նույնպես քողարկված կարող է գործակալական աշխատանքներ նաեւ իրականացնել, նաեւ տարբեր լրագրողների լրատվական գործակալությունների միջոցով տարբեր գաղտնի ինֆորմացիաներ փորձեն հավաքագրել եւ փոխանցել Ռուսաստանին, բայց սա եւս աննախադեպ է, կրկնեմ, նրանով, որ նախկինում Հայաստանում ռուսական գործակալական ցանցի մասին այսպես բացեիբաց բարձրաձայն իրավապահ համակարգից հաստերով խոսակցություն չկար, մեղադրանքներ եւ հարուցված գործեր չկային, իսկ հիմա մենք հստակ տեսնում ենք, որ այդպիսի գործեր կան։ Կարևոր է նաեւ նշել այն, որ Փաշինյանը անդրադարձավ նաեւ Ղարաբաղի պատերազմի մասով, որ ասում էր, որ ինչու չեն կռվել եւ չեն զոհվել եւ խոսքը վերաբերվում էր կոնկրետ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնք որ պատերազմի առաջին իսկ օրերին փախուստի փաստացի դիմեցին Լեռնային Ղարաբաղից, մեղադրում էին Հայաստանի իշխանություններին, թե ինչու են փակի ճանապարհը, փակել էին նրա համար, որ Արցախի ժողովուրդ եւ դուք դուրս չգայիք, եւ Փաշինյանը շատ լավ բարձրաբանեց, որ խոսքը իրենց մասին է, թե ինչու չեն կռվել, ինչու չեն զոհվել, ինչու չեն մասնակցել Արցախյան պատերազմին եւ շատ լավ էր, որ անդրադարձավ նաեւ Սամվել Շահրամանյանին, ում ես Զահրու Մարյանն եմ անվանում, շատ լավ է, որ նրա նկատմամբ եւս հարցեր կան։ Այստեղից ես միշտ բարձրաձայնել եմ, որ ինչու այդ անձը անխոչնդոտ նաեւ լեկտի պահվածքով մեծամտաբար կարողանում է թիկնապահների նաեւ օգնությամբ, թիկնապահների հետ միասին թանկարժեք մեքենաներով շրջել Երևանի փողոցներով։ Շատ լավ է, որ նրա նկատմամբ եւս հարցեր կան եւ ես շատ հույսով եմ, որ նա եւս անպայման պատասխանատվության կենթարկվի։ Փաշինյանը նաեւ անդրադարձավ Ուկրաինային, այն հարցին, ինչին ես բազմիցս անդրադառնում եմ Զելենսկիի այցին Հայաստան եւ մոտավորապես այնինչ մենք ասում ենք, այսօր ասել է նաեւ Փաշինյանը, ինչ հարց է տվել, ինչ է Ուկրաինան պետություն չէ, Ուկրաինան գրանցված է ՄԱԿ-ով
Եվ Փաշինյանի խոսքերով դեռ 2022 թվականին, երբ որ Հայաստանի անդամակցությունը հապկում չէր սառեցված, ինքը հստակ հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցով։ Ընդդեմ Ուկրաինայի ագրեսիայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ եւ հարց է տալիս Փաշինյանը, ինչ է Ուկրաինան պետություն չէ, ինչ է Հայաստանը պետություն չէ, ՄԱԿ-ով գրանցված պետություն է Ուկրաինան եւ դրա համար Զելենսկին իրավունք ուներ այցելել Հայաստան եւ ամենակարևորը Փաշինյանը հստակ ասում է, որ երբ որ մենք ունեինք կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, Ադրբեջանի նախագահը բազմիցս այցելել է Ռուսաստան եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս այցելել է Ադրբեջան։ Փաստ է, չէ՞։ Սրա մասին ես շատ երկար է խոսում եմ, ես նաեւ հիշել էի վերջերս Զելենսկիի այցի մասին Ադրբեջան, Հայաստան գալուց առաջ ընդամենը 1 շաբաթ առաջ Զելենսկին այցելել էր ադրբեջանական պետական այցով եւ կարևոր փաստաթղթեր էր ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության ընդհանուր համատեղ զենքի արտադրության փաստաթղթեր ստորագրվել եւ Ռուսաստանից մեկ պի նույնիսկ չէին ասել։ Իսկ հիմա տեղեկատվական մեծ արշավ են սկսել ընդդեմ Հայաստանի։ Ահա այստեղ էլ մեկ բան շատ կարևոր է հասկանալ, երբ որ Ադրբեջանի նկատմամբ անցած տարի սկսեց Սիրան լկտի պահել Ռուսաստանի Դաշնությունը, ինչ արագ գոսսատրուդնիչествоից եւ ռուսական այլ տեղերից հայտնաբերեցին գործակալներին, նրանց ծեծի ենթարկեցին, իտես ամբողջ աշխարհի եւ ինչ արագ բեմականացված գեղեցիկ շատ դատավարությամբ այդ մարդկանց բանտ ուղարկեցին։ Իցույց Ռուսաստանին եւ ամբողջ աշխարհին։ Եվ դրանից բացի, քանի որ Ադրբեջանում չկա ռուսական իշխանություն, ռուսները արդեն չեն խոսում։ Դրա համար մենք էլ պետք է վարվենք նույնպես։ Վրաստանում օրինակի համար կրկին ասել, ոչ եվրոպական հզոր ընդդիմություն կա, ոչ պրոռուսական, նույնն է նաև Ադրբեջանում, չկա որևիցե պրոռուսական ընդդիմություն կամ պրոեվրոպական խաղացող, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, պրոեվրոպական եւ ավելի ճիշտ, եթե ավելի կոռեկտ լինենք, ոչ գործակալական կուսակցություններ կարող են լինել, ի տարբերություն Ադրբեջանի, բայց ռուսական գործակալական ցանցին պետք է արդեն վերջ դնել։ Ու դա միանշանակ է։ Եվ մեկ շատ կարևոր հարցի անդրադարձել է նաև Փաշինյանը, ամեն օրվա ռեժիմով ուժեղ Հայաստանի եւ Սամվել Կարապետյանի կողմից հնչող մեղադրանքներին, այն թեզերին, թե իբր, եթե Փաշինյանը մնա իշխանության, ապա պետք է ընդունի 300,000 կամ ավելի ադրբեջանցիներ Հայաստանում, այսօր Փաշինյանը պաշտոնապես կրկին մեկ անգամ եւս հերքեց, բաց եւ շատ հստակ ու պարզ ձևով հերքեց, ասելով, որ նման բան չկա, եւ ես հայտարարում եմ, որ դա սուտ է, ես երաշխավորում եմ, որ դա սուտ է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Իմիջայլոց ուժեղ Հայաստանը հիմա շատ կեղծ հարցումներ է տարածում, թե իբր նրանք հավաքում են շատ մեծ տոկոսներ եւ քաղաքացիական պայմանագիրը պարտություն է կրում, դա միանշանակ սուտ է, ես գրեթե 100%-ով համոզված եմ, որ իրենք ջախջախիչ պարտություն կկրեն այս ընտրությունների ժամանակ, բայց խնդիրը նրանում է, որ ես չեմ ցանկանում տեսնել նման ընդդիմություն Հայաստանում, ու դրա համար այն ուժը, որը որ համատարած կաշառք է բաժանում, այդ մասին կան բազմաթիվ արդեն ձայնագրություններ, երևի 100-ը անցավ այդ ձայնագրությունների եւ քրեական գործերի եւ շատ կարեւոր հետաքրքիր հրապարակումների նաեւ ինսայդերի կողմից եւ ոչ միայն, ես կարծում եմ, որ դա լավ հիմք է, որպեսզի Հայաստանի իրավապահ մարմինները դիմեն կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ պահանջեն, որպեսզի մի շարք կուսակցությունների գրանցումը չեղյալ համար։ Հակառակ պարագայում հնարավոր է մենք ունենանք լեգիտիմ իշխանություն, բայց միանշանակ չենք ունենա լեգիտիմ ընդդիմություն եւ չենք ունենա լեգիտիմ ընտրություն երկու պատճառով։ Մեկը կաշառքի պատճառով եւ մյուսը նրա պատճառով, որ այդ ուժերը չեն ներկայացնելու Հայաստանը եւ հայ ժողովրդին։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնենք միջազգային կարևոր հարցերի քննարկմանը։ Եկ շատ կարևոր հեռախոսազրույց է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի եւ Իլհամ Ալիևի միջև, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների միջև, քննարկել են տարածաշրջանային զարգացումները, Հայաստան եւ Ադրբեջան կարգավորման գործընթացը։
Ու մեկ բան շատ կարևոր է հասկանալ, որ Հայաստան այցից հետո այդպիսի զանգ սպասելի էր։ Իլհամ Ալիևի եւ Մակրոնի միջև նման հեռախոսազրույց շատ սպասելի էր եւ կարևոր է նաեւ այդ հեռախոսազրույցը Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունների ֆոնին։ Ես գրեթե համոզված եմ, որ մտահոգված է նաեւ Ֆրանսիայի նախագահը տեղի ունեցածով Հայաստանի նկատմամբ, իրենք շատ ավելի լավ եւ շատ ավելի པարզ են տեսնում, թե ինչ անում Ռուսաստանը ընդդեմ Հայաստանի եւ միանշանակ Մակրոնը կարիք ուներ նաեւ ճշտելու Իլհամ Ալիևի դիրքորոշումը, իր խոսքը ստանալու կարիք ուներ, որ մենք հանկարծ սուրպրիզներ չունենանք ընտրություններից առաջ Ադրբեջանի կողմից։ Չնայած որ կարծես թե այս պահի դրությամբ Ադրբեջանի շահերի չի բխում մեծ սուրպրիզներ ստեղծել Հայաստանի համար։ Սուրպրիզներ ասելով, կարծում եմ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը։ Միջազգային հարցերն անդրադառնալով չենք կարող չանդրադառնալ Կուբային, Կուբայի շուրջ եւս օրեցօր իրավիճակը լարվում է, աշխարհը սպասում է, թե ինչ գործողությունների կարող է դիմել Թրամփը ընդդեմ Կուբայի, տարբեր տարբերակներ կան, տարբեր լրատվամիջոցներով տարբեր տարբերակներ են տպագրվում եւ հրապարակվում, տեսնենք, այսինքն լարված է Կուբան, դա արձանագրենք։ Հաջորդը Իրանից ստացվող տեղեկություններն են, ըստ Reuters-ի Մոջտաբա Խոմեյնին արգելել է Իրանից ուրանի դուրսբերումը, հիշում ենք մենք ամենամեծ պահանջը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենակարևոր պահանջը նույնիսկ Հորմուզի նեղուցից բացելուց առաջ դա Իրանից հարստացված ուրանի դուրսբերումն է եւ հիմա հաստատի Reuters-ի տեղեկություններով Խամեյնին արգելել է ուրանի դուրսբերումը Իրանից։ Իրանի մասով կարող եմ ավելացնել նաեւ այն, որ կարծես թե որոշ բանակցություններ այնուամենայնիվ ընթանում են, տեղի ունենում են, բայց պարզ չէ մինչև վերջ թե ինչ է տեղի ունեցածը եւ հավանականությունը շատ է, շատերն են հիմա խոսում, որ ռազմական գործողությունները կարող է շատ շուտով վերսկսվեն։ Դե Թրամփի եւ Նետանյահուի հեռախոսազրույցի մենք անդրադարձել ենք նախկինում պատերազմը երբ որ սկսվեց նման բան կրկին տեղի ունեցավ, իբր իրար չէին հասկանում էին, հետո պատերազմը վերսկսվեց, հետո պատերազմը սկսվեց, հիմա եւս կարծես թե նույն խաղն է տեղի ունենում։ Ուկրաինայից էլ կա խոսելու հետաքրքիր նյութ։ Զելենսկին 3 տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես իրենք կարողանում են հարված հասցնել FSB-ի շինությանը եւ նաեւ Panzer-Եց են կարողանում խոցել, այդ ամենը տեսահանված է դրոների միջոցով, թե ինչպես է Ուկրաինան կարողանում նմանատիպ հարվածներ, բազմաթիվ հարվածներ հասցնել։ Զելենսկիի խոսքերով միայն այդ հաջողակ օպերացիայի ընթացքում հարյուրավոր Թշնամին կրել է հարյուրավոր կորուստներ, Ռուսաստանը կրել է հարյուրավոր կորուստներ, բայց կարևոր է կրկին նշել այն, որ ուկրաինական SB-ում տեղեկացնում է, որ Բելարուսիայից հնարավոր է նոր ագրեսիա, այսինքն երկրորդ ճակատ, դրա մասին մենք մի քանի օր է խոսում ենք, չնայած որ Լուկաշենկոն հայտարարում է, որ դա սուտ է, նման բան տեղի չի ունենա, բայց Ուկրաինայում հակառակն են պնդում եւ դրա համար ասում են, որ իրենք ուժեղացնում են հյուսիսային սահմանները հնարավոր բելարուսական հարվածը հարձակումը կանխելու համար։ Անկից չէ նաեւ Բալթյան երկրների օդում եւ 3 կար հաղորդագրություն, որ ՆԱՏՕ-ի կործանիչները օդում որսացել են 2 դրոն։ Լատվիայի օդում որսացել են 2 դրոն, այդ մասին տեղեկացրել է Լատվիայի նախագահը, այսինքն Բալթյան երկրներում շատ հաճախ է արդեն օդը խախտվում ռուսական եւ ուկրաինական անօթաչու թռչող սարքերի կողմից։ Եվ մեկ կարևոր տեղեկություն, որը որ հաղորդում է Bloomberg-ը, տեղեկանում է Bloomberg-ից, Ուկրաինան վերջերս կարողացել է ազատագրել 400 քառակուսի կիլոմետր տարածք, այն բանից հետո որ Starlink-ը անջատվեց Ռուսաստանի համար, այդ ամենը նաև հրապարակվել է կոնգրեսի զեկույցի մեջ, եւ այդ զեկույցում նշվում է, որ 2023 թվականից ի վեր Ուկրաինան առաջին անգամ կարողացել է շատ հաջողակ հարձակողական գործողություններ վարել, եւ դրանից բացի այդ զեկույցում նշվում է, որ օրեցօր Ռուսաստանի համար իրավիճակը ավելի է վատթարանում, դա է վկայում նաև այն, որ Կրեմլյուն որոշեցին անջատել Telegram-ը ռուսների համար։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։